Փառք տանք Տիրոջը, սիրելիներ, հավիդյան արժանի ենք փառքի։ Եղբայրը ինչպես խոսեց հարուցյալ վերաբերյալ, իհարկե մենք հարուցյալ զավակներ ենք, որտեղ Հիսուսը այդ ճանապարհը հարթեց մեր առջև, բացեց, որ մի ժամանակ փակ էր մեզ համար, հետանոսների համար, բայց ինքը կամեցավ, որպեսզի ամբողջ աշխարհի մարդկությունը ունենա հնարավորություն փրկության։ Եվ սա բացարձակ իր ողորմությունն է եւ իր շնորհն է, իր ծրի պարգևն է մեզ հասել։ Ես մի տեղ կարդամ Հովանու ավետարանից, Հիսուս Հովանու 4:10 Հիսուս պատասխան տվավ ու սավ անոր. Եթե դու գիտենայիր ասո պարգևը, թե ով է ան, որ քեզի կսե ինձի ջուր դուր խմելու, դու անգե պիտի ուզեիր եւ ինքը քեզի կենտանի ջուր պիտի տար։ Սա դուք գիտեք, որ ինչի մասին է, Սամարացի կնոջ հետ հանդիման պահն էր, որ Տերը պատրաստ է յուրաքանչյուր մարդու տալ կենտանի ջուր։ Մենք ապրելով վերջին օրերը այս վերջին օրերը եկեղեցին պետք է միշտ արթուն լինի, սիրելիներ, մեղքի հետ գործ չունենա բնավ, ավելի շատ հարատևի սրբությանը, որտեղ շատ կապրինք մենք անորոշ վիճակի մեջ, անորոշությունը ավելի է շատ, դրա համար մենք ամեն ժամանակ հավատքի մարդը ցանկացած պահի պետք է լինի պատրաստական, մեղքից զատված, սրբությանը հաղորդ լինելով, Տիրոջը հաղորդ լինելով ու սպասելով այն մեծ օրվան, որ այդ օրը հեռու չէ, շատ մոտ է։ Աստված օգնական եղնի մեզի, որ մենք ընդհանրապես հաղորդ չեղնենք հանգարց ասված ոչենե մեղքի կյանքին։ Մեր մեջ թող ձևավորվի երկնքի կյանքը, մեր մեջ հաստատուն մնա երկնքի կյանքը, Հիսուսի բերած կյանքը, որ հաստատ մնա մեր կյանքում, սիրելիներ։ Աստված օգնական եղնի մեզի։ Մենք գիտենք, որ շատ ենք լսել իհարկե այս մասին, բայց համոզված ենք, որ պիտի հանգարցակի տեղի ունենա Տիրոջ հափշտակությունը գալուստը։ Այս մասին կուզեմ կարճմսեմ Մատթեոս ավետարանի մեջ Մատթեոս 24:13 բայց ով որ մինչև վերջը համբերե անիգա պիտի ապրի։ Այս խոսքը կվերաբերվի բոլորին, բոլոր մարդկությանը, ով որ մինչև վերջը համբիրե։ Կյանքում, մեր բոլորիս կյանքում տարբեր իրադարձություններ կարող է տեղի ունենալ։ Բայց մենք հետաքրքիր է Աստծո տրված խոստումներին հավատում ենք Աստծո ասած խոսքին, համբերատար ենք ամեն հարցերի ու խնդիրների մեջ, ունենք հաղթություն մեղքի նկատմամբ, սա յուրաքանչյուրս կարող ենք մենք մեզի տալ։ Առաջի մարդը Ադամը, երբ որ Եվան երեխեք ծնեց, Աբելը և Կայենը, դուք գիտեք այդ մասին, Ադամը, այդ ծև բառացի գրված չէ, բայց ես համոզված եմ, որ Ադամը Կայենին սել էր Աստծո մասին, պատմել էր Աստծո մասին, պատմել էր զոհի մասին։ Եվ երբ որ եկավ մի պահ, որ Կայենը և Աբելը պետք է զոհ անեին, դա գրված է Ծննդոցի մեջ 4-րդ գլուխ, ես մի տեղը կարդամ, հետո կսեմ,
Ժամանակ մե ետքը Կայենը երկրի պտուղեն տիրոջը ընձապերավ եւ Աբելին ինքնալ ոչխարներու անդրանիկներեն ու անոնց պարարտներեն բերավ։ Տերը Աբելի ու անոր ընձային նայեցավ, բայց Կայենին ու անոր ընձային չնայեցավ։ Ուստի Կայենը խիստ բարգացավ ու երեսը կախեց եւ Տերը Կայենին ասավ. «Ինչու բարգացար ու ինչու երեսդ կախեցիր։ Եթե աղե գնես, ընդունելի չլար, եթե աղեկ չնես, մեղքը դրանքով բարգած է ու անիկա քեզի պիտի հնազանդվի ու տուն անոր պիտի իշխես»։ Ադամը նախ եւ առաջի զոհը կատարել է Աստված, փակելով Ադամի ու Եվայի մերգությունը։ Եվ ետքը Ադամը սած է եղե, բացատրել է, որ կյանքում անհրաժեշտ է զոհաբերություն, մեղքի համար անհրաժեշտ է զոհ։ Եվ այս իմանալով Աբելը ընդունեց այս զոհը, որ ինքը մեղավոր է եւ մեղքի համար անհրաժեշտ է զոհաբերություն։ Հին ուխտի ժամանակ մենք գիտենք սելիներ, որ մարդիկ մեղքի համար ինչ պատարակներ զոհեր կմատուցան էին, որտեվ դա անհրաժեշտ էր։ Եվ մենք գիտենք, որ մեղքի թողության զոհը եղավ ամբողջ աշխարհի մեր օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այսօր մենք ընձիկը թվանտունել ենք այս ամեն իրականությունը մեր կյանքում։ Եվ Աբելը ինքն էլ ընդունեց, որ մեղքի համար անհրաժեշտ է զոհաբերություն, եւ ինքը բերավ ի նշան իր, ես այս ձև եմ հասկացել, սա իմ կարծիքն է, ի նշան իր մեղքի զոհի, ի նշան։ Եվ Աստված նայեց, Աստված սրտերը կքննե, Աստված կնայե մարդու ներսը։ Դա Կայենը չընդունեց եւ ասեց ինչու։ Եթե ընդունես Աստված, որտեվ առաջինը Կայենին նայեց, չէ, հետո նոր իրա բերածին։ Աստված կարիք չունի ինչ-որ մի բանի, բայց Աստված կարիք կնայե մարդու սրտի շարժառիթին։ Մենք կաբրինք աշխարհի մեջ էլի կսեմ տարբեր տեսակի ինչեր ցես կպատահի մեր կյանքում, մեր շարժառիթը մենք ինչպես պետք է ապրենք իր առջև, էլի կսեմ մաքուր, անարատ, մեղքից զատված, սրբությանը հաղորդ լինելով։ Կուկա մի պահ, ես այս հատվածն եմ, կուկա մի պահ, սիրելիներ, մի ժամանակ, որ Հիսուս եկեղեցին տանի։ Մենք հաստատ կհավատանք, չէ, այս իրականությանը։ Ես չգիտեմ ժամանակները մեր կյանքի հերիք կեն է այդ հատվածը դիմավորելու թե չէ, բայց լավ իմացեք, որ այդ պահը պիտի տեղի ունենա։ Երկրի վրա շատ ահավոր իրադարձություններ տեղի կունենան այդ ընթացքում։ Բայց երանի են մարդուն, որ ինքը ամեն ժամանակ պատրաստ կեղն։ Հիսուսը պատահական չբերավ իմաստուն կույսերի առագը։ Ընդհանրապես Հիսուսը ոչ մի բան պատահական չի արել։ Ահա կես գիշերին ցայն կուգա, ելեք դիմավորեք։ Ով դիմավորեց, ով մտավ եւ ով չմտավ։ Այսինքն կեղնին հավատացյալներ մտնող, կեղնին հավատացյալներ չմտնող։ Սիգետ խորհուրդը կպարունակե իր մեջ։ Մարդիկ կեղնին կերտան, մարդիկ կեղնին կմնան։ Ուրեմն մենք ճիշտ պիտի ապրենք Տիրոջ առաջ, մաքուր պիտի ապրենք Տիրոջ առաջ, այն ծրի պարգևը, որ մենք ստացել ենք Իրանից, կենարար խոսքը, որ ինքը տվել է հայտնել է մեզ բոլորիս,
այդ ամենաամուր պիտի պահենք մեր կյանքում։ Եվ հայտնության գիրքը ինչ կսե, հաղթեցին նրա անոնք գառան այրունով, իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ մահ։ Եվ այս տիպի մարդիկ իհարկե կունենան հաղթություն։ Ես մի սաղմոս պիտի կարդամ, շատ ծանոթ սաղմոս է բոլորիս, 103 սաղմոսը, Տերը Աստծոքին Դավիթ մարգարեի միջոցով կսե. Ով իմ անձը սորտնե Տերը եւ անոր բոլոր բարերարությունները մի մոռանա։ Այսօր ես ու դու չմոռանանք այն ինչ որ Աստված երել է մեր կյանքում։ Այն ճանապարհը, որ էլի կսեմ փագեր բացել է։ Մեղքը, որ մենք մեղքով ծնվել ենք, եկել ենք աշխարհ, այդ հարցը լուծել է։ Կյանքը, որ մեր մտքից է չէր անցնի, մենք էլ չէինք պատկերացնել, թե Աստված մեզի ինչ կյանք է տվել, այդ էլ է տվել։ Մի խոսքով ամեն բան երել է։ Երբեք չմոռանաս Տիրոջ երած բարերարությունը։ Երբեք։ Որ կքավե քո բոլոր անօրենությունները, դու կբժշկե քո բոլոր հիվանդություններդ, որ կփրկե քո կյանքը դաբականությունից ու կպսակե քեզ ողորմությունով ու գտությունով, որ կլեցնե քո ծերությունդ բարությունով ու քո մանկությունը դարձվի պես կնորոգվի։ Տերը արտարությունը իրավունք կնե բոլոր զրկվածներին, անիկա իր ճամփաները Մովսեսին ճանչեցուց ու իր գործերը Իսրայելի որդիներին։ Բարեգութ ու ողորմած է Տերը, երկայնամիտ ու առատ ողորմությունով։ Անիկա մինչև վերջը չի հագարակվի եւ հավիդյան ող չի պահե։ Անիկա մեր մեղքերու համեմատ չրավ մեզի ու մեր անօրենություններու համեմատ հադուցում չրավ մեզի։ Հաբա ինչ, որչափ որ երկինքը բարձր է, այնչափ իր ողորմությունը իր մե վախեցողների վրա է։ Որչափ որ արևելքը արևմուտքեն հեռու է, այնչափ հեռացրեց մեզանից մեր հանցանքները։ Այսինքն Աստված ամեն բան երել է մեզի համար, այդ բարերարությունը մենք երբեք չմոռանանք։ Ինչպես հայրը կգտա իր որդիների վրա, այնպես ալ Տերը կգտա իր մե վախեցողների վրա։ Վասնզի անգիտե մեր կազմվածքը կհիշե թե մենք հող ենք եւ այստեղ հետաքրքիր է մարդու օրերը կներկայացնե, ես ասել ասեմ, վերջացնեմ, մարդու օրերը խոդի ծաղիկի պես են։ Դաշտի ծաղիկի պես կծաղկի, հովը անոր վրա են կանցնի ու ան կոչնչանա եւ ալանոր տեղը չի ճանչնա զանիգա։ Բայց այստեղ բայց կա։ Շատ մարդիկ են եկել այս աշխարհ, շատ թակավորներ են եկել այս աշխարհ ու գնացել։ Եվ մե պահում հիշվել է ու մոռացվել է։ Բայց եկեղեցին Հիսուսի ժողովուրդը երբեք չի անցնի, երբեք չի մոռացվի։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիդյանս հավիդենից իր մե վախեցողների վրա է ու անոր արտարությունը որդիների վրա։ Անոնց վրա է, որոնք կպահեն անոր ուխտը եւ կհիշեն անոր պատվիրանքները ու կկատարեն։ Այսինքն Տիրոջ խոսքը, որ մեզի է հասել ու մեզի հասանելի է, մենք կպահենք այն։ Եվ Աստծո ողորմությունը հավիտյան կեղնի քո վրա, ասելիներ։ Աստված օգնական եղնի մեզի, որ մենք չսիրենք մեղքի կյանքը, չսիրենք անօրենությունը, սիրենք սրբությունը, հետևենք Տիրոջին, ինքը մեր գերագույն օրինակն է եւ օրինակ եղավ, որ ինչպես Պետրոս առաքյալը կսե իր հետքերին հետևենք։ Տերը օրհնե ձեզի, ամեն։ Մեր Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Ես ուզում եմ այսօր խոսալ մեր Տիրոջը սպասելու մասին, սիրելու Տիրոջ հայտնությունը։ Եղբայրները հիշեցրին այդ մասին, որ այո, մեր Տերը շուտով պիտի հայտնվի։ Քույր եղբայրներ, եւ խոսքս ուզում եմ կարդալ առաջի Կորինթացիների թղթից, որտեղ որ Պողոս առաքյալը առաջի գլխի 7 համարից եմ կարդալու։
որպեսզի ձեզ որևէ շնորհք չպակսի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելուն սպասելով, որ նաև ձեզ պիտի հաստատե մինչև վերջին օրը անարատ ըլլակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Հավատարիմ է Աստված, որով կանչվեցաք հաղորդակից լինելու իր որդուն մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եղբայրներ, քույրեր, ահա տեսնում ենք, որ այո, այս գործը, որ մեր ամենքի կյանքի մեջ փրկության ծրագիրը, մեր փրկության գործը, որ Աստված սկսել է Իր Սուրբ Հոգու ձեռքով, Աստված ուզում է, որ մենք մինչև վերջ հավատարիմ մնանք եւ մնանք Աստծո խոսքի մեջ, Աստծո կամքի մեջ, եղբայրներ, քույրեր, եւ ինչպես կարդացինք, որ նաև ձեզ պիտի հաստատե մինչև վերջը, որ անարատ ըլլակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Ուրեմն այս համարներով խոսքերի մեջ մենք տեսնում ենք, այո, որ մեր առջև կա խնդիր։ Աստված, տեսնելով մեր բոլորի դժվարությունները, մարդկության խնդիրը, որ մարդը մեղքի պատճառով Աստծո փառքից ընկել էր, Աստված այդ խնդրին լուծում տվեց, եւ այդ լուծումը Իր որդի Հիսուս Քրիստոսն էր, ինչպես որ երկի մեջ էլ այո հիշեցինք, որ Գողգոթայում մեր Տերը այդ խնդրի լուծումը տվեց, Աստծո որդին ամբողջ մարդկության համար խաչը ելավ, փրկության ճանապարհ բացեց, երկինք տանող ճանապարհը բացեց, բայց մենք ինչ ենք տեսնում, որ կա հաստատվելու ժամանակ, կա հաստատվելու ընթացք, կա Տիրոջ երեսը փնտրելու ընթացք, կա Տիրոջը սպասելու ընթացք, որպեսզի Տիրոջ օրը անարատ լինենք եւ Տիրոջ օրը Քրիստոսի օրը հաստատուն եղնենք, եղբայրներ, քույրեր ջան։ Եվ որպեսզի այս հաստատությունը Աստծո խոսքի մեջ մինչև վերջը հաստատ մնալու համար, ես նորից պիտի կարդամ մի համար, որտեղ որ Պողոս առաքյալը խոսում է այդ մասին Տիմոթեոսի թղթերի մեջ, երկրորդ Տիմոթեոս թղթի մեջ, 4-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը ինքն էլ ընդունեց Քրիստոսին որպես իր անձնական Տերն ու Փրկիչը եւ հետևեց Քրիստոսի շավիղներին, հետևեց Աստծո որդուն, հնազանդվավ այն երկնային հայտնությանը, որ իր կյանքի մեջ Տերը հայտնվեց եւ այդպես վկայում է, չէ՞ թե ես երկնային տեսիլքին անհնազանդ չեղա։ Այսինքն Աստծո խոսքը, որ հայտնվավ Պողոսի կյանքի մեջ, նա ամբողջ սրտով, ամբողջ էությամբ հնազանդվավ եւ Աստծո խոսքը իր կյանքի մեջ գործեց։ Սողոսը, գիտեք, Պողոս առաքյալն էր, որը հակառակ էր Աստծո խոսքին, ճշմարտությանը եւ եկեղեցին կհալածեր, բայց որ Աստված հայտնվավ իր կյանքի մեջ, Պողոսը ասում է, որ ես անհնազանդ չգտնվեցա։ Այսպես էլ բոլորիս կյանքի մեջ, այո, երկնքի այդ հայտնությունը եկել է, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Աստված իր որդիով, ինչպես կարդացինք, չէ, մեզ կանչել է, որ հաղորդակից եղնենք իր որդուն։ Եվ այսօր շատ կարևոր է, թե ես սպասում եմ Քրիստոսի հայտնությանը։ Սա շատ կարևոր հարց է։ Մեր բոլորի կյանքում երբևիցե եղել է, չէ, երբ որ մենք սպասել ենք մի հատ բարեկամ, որ հեռու երկրից պիտի գա։ Սպասել ենք, չէ, պատրաստվել ենք այդ օրվան, գնացել ենք դիմավորելու։ Եվ այդպես մեր սրտի մեջ եղել է ինչ, սրտի թրթիր, ուրախություն, չէ, թե երբ պիտի գա մեր սիրելի հարազատ մարդը, որին մենք սպասել ենք։ Եվ առավել եւս ինչքան կարևոր է, երբ որ Աստծո ժողովուրդը, Աստծո մարդը, Աստծուն հավատացողը, Քրիստոսին հավատացողը սպասում է իր Փրկչին, որ շուտով պիտի գա։ Եվ Պողոսը գրում է այդ մասին, պիտի կարդամ 2-րդ Տիմոթեոս 4-րդ գլխի մեջ, որ նա 7-րդ խոսքից այսպես ասում, Տիմոթեոսին է գրում, որ բարի պատերազմս պատերազմեցի։ Այսինքն ցույց է տալիս, որ այն ճանապարհը, որ Աստված իր առջև բացել էր, ինչպես Կորինթացիս թղթերի մեջ ասում է, չէ, ասպարեզի ընթացք կա, չէ, այդ պատերազմս, բարի պատերազմս պատերազմեցի, կարդամ այդ համարները, ընթացքս կատարեցի, հավատքը պահեցի, ասկե հետո կայու կմնա ինձի արտարության պսակը, որ Տերը արտար թադավորը պիտի հադուցանե ինձի այն օրը։
Եվ ահա տեսնում ենք, որ այո, Պողոսն էլ սպասում եւ ապրում էր այն օրվա համար, որ Տերը պիտի գա իր կյանքի մեջ հայտնվեր, եւ շարունակությունն եմ ուզում կարդալ եւ ասում է եւ ոչ միայն ինձի, որ այդ պսակը պիտի տա, հապա այն ամենուն ալ, որ սիրեցին, անոր հայտնվելը։ Որ սիրեցին, անոր հայտնվելը, եղբայրներ քույրեր։ Գիտեք, Տերը նայում է մեր սրտերին։ Տերը նայում է մարդու սրտի խորհուրդներին։ Տերը չի միայն նայում մեր դրսի վիճակներին, երևույթներին, արտաքին կողմին։ Տերը նայում է այն սրտերին, որոնք սպասում են իրան, որոնք սիրում են, ինչպես Պողոս առաքյալը նորից չեքսե, եւ ոչ միայն ինձի, հապա այն ամենում, որ սիրեցին անոր հայտնվելը։ Այսօր գիտեք քչերն են, որ այս կաշկավիճակում են, որ սիրում են, որ Տերը հայտնվի իր կյանքի մեջ, որ կսպասեն Տիրոջ հայտնությանը, Տիրոջ խոսքին, Տիրոջ ներկայությանը։ Եվ այո, մենք գիտենք, որ Տերը շուտով պիտի հայտնվի։ Եվ բոլորը սպասում են այս հայտնությանը, բայց այսօրվա մեր ներկա կյանքի մեջ, որ այսօր ես ու դու ապրում ենք, մեր խնդիրների մեջ, դժվարությունների մեջ, արդյոք սպասում ենք, որ Տերը հայտնվի մեր կյանքի մեջ։ Եվ Տերը ուզում է, որ ինքը գա իմ ու քո կյանքի մեջ։ Հովանու ավետարանի մեջ մենք կարդում ենք 14-րդ գլխի մեջ, որ Հիսուսը իր աշակերտներին այսպես է ասում 14-րդ գլխի մեջ. Նա, որ իմ պատվիրանքներս կբռնե ու կպահե, զանոնք, անիկա է զիս սիրողը, եւ նա, որ զիս կսիրե, իմ հոր մեծ պիտի սիրվի, ու ես զանիկա պիտի սիրեմ, եւ ինքզինքս նանոր պիտի հայտնեմ։ Եվ երբ որ Հիսուսը այս խոսքերը ասեց, 22 խոսքի մեջ Հուդան, բայց ոչ Իսկարիոտին, սավ անոր Հուդա ոչ իսկ Տեր, ինչպես կլա, որ դու ինքզինքդ մեզի պիտի հայտնես։ Ինչպես դա կլա, մենք քեզի գիտենք, տեսնենք, ինչ հայտնության մասին է խոսքը, եղբայրներ քույրեր ջան։ Եվ շարունակում է Տերը ասում է. Հիսուս պատասխան տվավ ու սավ նրան. Եթե մեկը զիս սիրե, իմ խոսքս պիտի պահե, ու իմ հայրը զանիկա պիտի սիրե, եւ անոր պիտի գանք, ու անորքով օտևան պիտի ընենք։ Նա, որ զիս չի սիրե, իմ խոսքս չի պահե։ Այն խոսքը, որ խոսքը կլսե, այն խոսքը, որ կլսեք, իմս չէ, հապա հորս, որ զիս ղրկեց։ Ուրեմն մենք ինչ կտեսնենք, եղբայրներ քույրեր։ Հիսուսը երկրի վրա էր, աշակերտների հետ էր, ուր որ գնային, աշակերտները Հիսուսի հետ էին, Հիսուսի ներկայությունը կար, բայց մենք ինչ ենք տեսնում, որ Հիսուսը խոսում է աշակերտներին եւ ասում է, որ ես ինքզինքս անոր պիտի հայտնեմ, ով որ իմ պատվիրանքներս կպահե ու կսիրե։ Եվ աշակերտները Հուդան այդ արտահայտվավ, ինչպես կլա, թե դու մեզի պիտի հայտնես։ Եղբայրներ քույրեր, եթե այսօր մենք աշակերտները բավարարվել էին, որ Հիսուսը իրանց հետ էր, բայց Քրիստոսի հայտնությունը, որ պիտի տեղի ունենար, որ Հիսուսը ասում էր ինքնից պիտի հայտնեմ, դա այն վիճակն է, երբ որ Քրիստոս հայտնվի կը մարդու կյանքի մեջ, մարդու հոգու աշխարհի մեջ։ Դրա համար Պողոս առաքյալը ասել եւ ոչ միայն անոնց ինձի, այլ այն ամենին, որ սիրեցին անոր հայտնվելը, որ ուզում է, որ Քրիստոսը հայտնվի իր կյանքի մեջ։ Եվ Կորինթացիս թղթերի մեջ կարդացինք, չէ՞ որ Հայր Աստված սա Աստծուց էր, որ մենք հաղորդակից լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, անոր որդուն։ Այսինքն մեր կյանքը հաղորդ լինի Աստծո կյանքի հետ, որ Քրիստոսն է հայտնվել աշխարհում։ Աստվածային կյանքը դա Քրիստոս կյանքի արտահայտությունն է երկրի վրա։ Աստծո թագավորությունը դա Քրիստոս կյանքն է մեր մեջ։ Եվ ես կուզեմ, որ այդ կյանքը իմ մեջ հայտնվի։ Ես կսիրեմ Աստծո հայտնվելը իմ կյանքի մեջ։ Կապ չունի, թե մենք ինչ դժվարությունների ու խնդիրների ենք, ինչպիսի ընկած վիճակի մեջ ենք, եղբայրներ քույրեր։
Այսօր ինչքան մարդիկ կան, որ դժվարություն չունին, խնդիր չունին, բայց իրանց սրտի մեջ չկա Աստծու հայտնվելու սերը, փափագը։ Եվ կան մարդիկ, որոնք դժվարություններ ու խնդիրների մեջ են, եւ նորից իրանց կյանքի մեջ չկա Աստծուն սիրելու, որ Աստված հայտնվի իրանց կյանքի մեջ։ Ուրեմն թող Տերը օգնե մեզ բոլորիս, որովհետև այո, շատ կարևոր է այս կարգավիճակը, որ ես կսիրեմ Տիրոջ հայտնվելը, որտեղ դրանից Պողոս առաքյալը չեքսե այդ պսակը պիտի տրվի։ Եվ երբ որ դու կսիրես Տիրոջ հայտնվելը, դու կփնտրես Տիրոջը։ Դու կուզես, որ մեր քո կյանքի մեջ ամեն բան, ամեն հարց լուծվի Քրիստոսի հայտնությունով, Քրիստոսի ներկայությունով, իր խոսքով, իր խոսքին հաճելի եղնելով ապրիս քո կյանքի մեջ։ Եվ մի օրինակ էլ ուզում եմ բերել Հովանու ավետարանից, մի անձնավորություն, որի կյանքի մեջ տեսնենք, թե նա կսպասեր Հիսուսին, կսիրեր Քրիստոսի հայտնությունը, թե չէր սիրե, բայց նա ապրում էր ոչ ճիշտ կյանք, ոչ Աստծուն հաճելի կյանք, եղբայրներ քույրեր, բայց նրա կյանքի մեջ կար մի վիճակ, որ նա ուզում էր իր կյանքը փոխվեր, եւ մարդկային ուժերով չէր դա ուզում կատարել, նա ուզում էր, որ Քրիստոս հայտնվեր իր կյանքի մեջ։ Եվ եթե այսօր մեր կյանքի մեջ կան դժվարություններ եւ մենք ուզում ենք մեր մարդկային իմաստությունով, կարողությունով ու զորությունով այդ հարցին լուծում տալ, մենք Քրիստոսից կհեռանանք, եղբայրներ քույրեր։ Բայց այն անձնավորությունները, որոնք սիրեն Քրիստոսի հայտնվելը, իրանք Քրիստոսին կմիանան եւ Քրիստոսին միանալով Աստծուն հաճելի կյանք կապրին։ Եվ այդ անձնավորությունը Հովանու ավետարանից ես պիտի կարդամ, եղբայրը իհարկե հիշեցրեց, Կարուշախբերը նա այն կինն էր, որը Հիսուսի հետ զրույց ունեցավ, Սամարացի կինը, գիտեք չէ, Սամարացի կնոջ պատմությունը, եւ Հիսուսով, եթե դու գիտենայր ով է քեզ այդ խոսողը, դու ինձ ճուր կուզեիր։ Եվ այս ամեն պատմությունը չեմ ուզում կարդալ, բայց ուզում եմ կարդալ ուրեմն 25 խոսքից, Հովանու ավետարան 4-րդ գլխի 25 խոսքից, որտեղ որ կինը այսպիսի խոսքեր է ասում Տիրոջը. «Եվ կինը սավ անոր, գիտեմ, թե Մեսիան պիտի գա, Քրիստոս ըսվածը, երբ ինքը գա, ուրեմն այս կինը ինչի կսպասեր, եղբայրներ քույրեր, Տիրոջը կսպասեր։ Հիսուս Քրիստոսը կնշանակե չէ Քրիստոս օձյալ, փրկիչը, Հիսուս փրկիչ կնշանակե, Քրիստոս օձյալ կնշանակե, Մեսիան որ պիտի գա, եւ այս կինը գիտե որ պիտի գա փրկիչը, եւ քսե երբ ինքը գա, ես գիտեմ, երբ որ Հիսուսը խոսած չէ, յան ասեց դու այսպիսի կյանք կապրես, եւ այս կինը գիտեր որ ինքը ինչպիսի կյանք կապրեր, բայց իր կյանքի մեջ ազատագրությունը, ինչքան մարդիկ կային, որ այդ կնոջ կյանքով չէին ապրում, բայց Քրիստոսին էլ չէին սպասում։ Բայց Քրիստոսին սպասողներին Աստծո օրհնությունը կա, Աստծո բարերարությունը կա, Աստծո հայտնությունը կա։ Եվ այս կինը ինչ սա, գիտեմ, որ երբ ինքը գա, ինչ տեղի պիտի ունենա, ամեն բան մեզի պիտի պատմե։ Պիտի պատմե։ Այսօր մենք շատերս հարց կտանք, ինչ է դժվարությունները, ինչ է խնդիրը, ինչ է պարտությունները, ինչ է իրավիճակները, մեր ամենքի կյանքի մեջ կարող է դա տեղի ունենա։ Բայց քանից ես կսպասենք Տեր, ես հասկանամ, սա էս բանը էսպես է, բայց իմ կյանքի մեջ հայտնվի, թող քո խոսքը հայտնվի իմ կյանքի մեջ։ Ոչ թե ես իմ զորությունից, հապա քո խոսքի զորությունից, քո վրա եղած հավատքից, Քրիստոս հավատքից, դրա համար ավետարանի մեջ եք Քրիստոսի հավատք ունեցեք։ Այսօր ինչքան մարդիկ կա, որ հավատքի մեջ չեն, բայց ինչ որ աշտարություններ կենեն, բարի բաներ կենեն, իսկ քանիսի կյանքի մեջ Քրիստոսի աշտարությունից է ծնվել աստվածային կյանքի էությունը։
Դրա համար ասում է, երբ ինքը գա, ամեն բան մեզի պիտի պատմե։ Եվ Հիսուսը եկել էր ու ինչի մասին կպատմեր, որ այդ ջուրն որ դու խմես, էլի կծարավես։ Ինչքան էլ այդ ջրերից խմենք, կծարավեք, բայց այն ջուրը, որ ես պիտի տամ, ով որ այդ ջրից խմե, հավիտյան պիտի չծարավի, եւ այդ ջուրը քո ներսիդին պիտի եղնի հավիտենական կյանքի համար պիտի բխե այդ ջուրը։ Պատմեկը Հիսուսը պատմեկը թե ինչը ազատագրվիս, ինչը փրկություն ունենաս այն կյանքից, որի դեմ չես կարող պայքարել։ Այն հոսանքի պես ընկել ես ու այդ հոսանքի հետ կերտաս եւ չես գնա այդ հոսանքին հագարակ լողաս։ Քու ցանկություններիդ, քու խնդիրներիդ, քու խնդիրներիդ, քու հիվանդություններիդ հագարակ չես կրնա այդ, որտեվ այդ խնդիրը ավելի մեծ է, քան քու կարողությունդ։ Բայց դու կսպասես, որ Տերը հայտնվի քու կյանքի մեջ։ Դու կուզես, որ Քրիստոս հայտնվի քու կյանքի մեջ։ Դրա համար Պողոսի կյանքն էլ այնպեսին չէր, որ ինքը այդպես հարթ կերտար եղբայրներ քուրեր։ Բայց երբ որ Քրիստոս հայտնվավ Պողոսի կյանքի մեջ, եւ ինքը սիրեց Քրիստոսի հայտնվելը, իր կյանքը փոխվավ։ Դրա համար գրեց, եւ ամեն անոնց, որ սիրեցին անոր հայտնվելը, իրանց կենաց պսակը պիտի տրվի։ Եվ այս կինը երբ որ ասեց ինքը պիտի գա եւ ամեն բան պիտի պատմե, եւ տեսեք Հիսուսը ինչ ծավ, ինքնին հայտնեց այս կնոջը։ Ոչ բոլորին է, գիտեք Հիսուսը այսպիսի զրույց ունեցել, բայց այդ կնոջ հետ այդ զրույցը ունեցավ։ Եվ ինչ ասեց, եւ Հիսուս ավանոր, ես որ քեզի հետ կխոսամ, անեմ։ Ում որ դու կսպասես, որ պիտի գա, ես եմ Հիսուսը կսե։ Հայտնվել էր, որտեղ Տերը պատահական, մեր կյանքում պատահական ոչ մի բան տեղի չի ունենա, եղբայրներ քուրեր։ Եվ այս հանդիպումն էլ պատահական չէր։ Պատահականություն չէր, որտեղ Տերը, գիտենք, սրտեր, երիկամունք, խորհուրդներ քննող էր։ Եվ Տերը գիտեր ինչ կա այդ կնոջ կյանքի մեջ, ինչպիսի խորհուրդներ են եկել իր սրտի մեջ, որը ուզեցել է ազատագրվել, ուզեցել է ինչ-որ այդ խնդիրներից ձերբ ազատվել, բայց չի կարողացել։ Բայց ինչ է ասում, եւ կինս ավանոր, գիտեմ, թե Մեսիան պիտի գա։ Ես կսպասեմ, որ ինքը հայտնվի իմ կյանքիս մեջ, որտեվ ամեն օրհնությունը, ամեն ազատագրությունը, փրկությունը իրանից է, եւ Տերը հայտնվավ այս կյանքի մեջ։ Եվ թող Աստված օգնե մեզի բոլորիս, եղբայրներ քուրեր, ինչպես Հիսուսը ասեց աշակերտներին, աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթել եմ։ Այո, նեղությունները կան, դժվարությունները կան, կգնենք ինչ-որ խնդիրների մեջ, բայց քանիսս կսպասենք, որ Տերը հայտնվի։ Ինչպես որ Պետրոսի կյանքի մեջ ինչ երավ, չէ՞, երբ որ փոթորիկների մեջ էր, Պետրոսը կասկածեց եւ սկսեց ընկղվել, նորից ինչ երավ, Տերը ձեռքը երկարեց եւ վեր հանեց այդ խնդրից։ Եվ թող Աստված մեզ բոլորիս օրհնի, եղբայրներ ջան, քուրեր ջան, որ ոչ թե մենք նայենք ինչ է կատարվել մեր կյանքի մեջ, այլ այդ ամեն ինչին նայելով, այո, մենք նայենք Գողգոթային, Աստծո որդուն, Աստծո փրկությանը, այն աղբյուրին, որ բացվել է մեր բոլորի համար, փրկելու, ազատագրելու, մաքրելու ու սրբելու համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Տիրոջ անունը փառավորվի, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Աստված օրհնի բոլորիս։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել Աստծո խոսքը, որ մարգարեության մեջ Տերը հետևյալն էր ասում. պատրաստիր քո ասում դիմավորելու, ով Իսրայել։ Նույն միտքը խոսում է ինքը ամենակալ Աստված Հովհաննեսի շուրթերով, որը գրված է հայտնության մեջ, եւ նայեք ինչ է ասում հայտնության գրքում ինքը ամենակալ Աստված։ Հայտնության 22:17-ը եւ հոգին եւ հարսը ասում են եկ, եւ լսողը ասե եկ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մի հարցը հետեւյալն է։ Ինչ եք մտածում, եթե այսօր իրիկուն Աստված կա, մենք պատրաստ ենք դիմավորելու, թե չէ։ Ամենամեծ խնդիրը սա է։
երբ որ մենք նայում ենք շատ անձնավորություններ եկան, շատերը գնացին, բայց Աստծո նպատակը միայն մեկն է, որ մարդը կարողանա ժառանգել հավիտենական կյանքը։ Ես բազում անգամ միտք եմ օգտագործում Սուրբ Գրքից Եսայի մարգարության մեջ, նայեք ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը մեզ այս խոսքով։ Գրված է 55-ի 10-11 համարներն են, որտեղ որ ասում է, որտեղ ինչպես որ իշխում է անձրևեղությունը երկինքից եւ ետ չի դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը, նրան արգասավոր է անում, բողբոջեցնում է նրան, տալիս է սերմ սերմնացանին եւ հաց ուտողին։ Այնպես պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը եւ հաջողի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Մի հարց հետեւյալն է, ինչի համար Աստված իր որդին Քրիստոս ուղարկել։ Սուրբ Գրքի մեջ ասում է, որ հաջող է։ Ինչու՞ պիտի հաջողվի։ Եթե սոր ես եւ դու երկինք չպետք է մտնենք, ուրեմն Աստծո խոսքը մեր կյանքում չի հաջողվել։ Բայց միք մտածեք, որ Աստծո խոսքը կարող է պրավալ ունենալ։ Աստված ամեն մեկին է հրավիրել, բայց ամեն մեկը չէ որ կմտնեն երկինքի առկայություն։ Սուրբ Գրքի մեջ է, որ մենք կարդում ենք գրված է, շատերը կգան եւ կասեն Տեր կամ քո անունով այս զորությունները գործեցինք, այս իշխանությունները գործեցինք։ Ամեն մեկը չէ, որ պիտի մնի երկինքի առկայություն։ Այս համար ուզում եմ, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք մեր ապրած կյանքին։ Եվ կուզեի, որպեսզի ամեն մեկս կարողանանք սա իրոք տեսնել։ Բազում անգամ մեջբերում եմ արել 119-րդ Սամոսի 109 համարը, որտեղ որ ինքը Դավիթ թագավորը մեզ ամեն մեկից հորդորում եւ բերում է հետեւյալ մտքին, ինչ ասում Տիրոջ խոսքը, եւ իմ անձը ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քորենքը չեմ մոռանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամեն մեկ անձնարություն կարող է մտնել երկինքի առկայություն։ Եթե ամփոփ է հավատա, որ կյանքը Քրիստոս է։ Պողոս առաքյալ կամ առաքյալներից շատերը կամ մարգարաները ինչ տարբերություն ունենք մեր եւ իրենց միջև։ Իրենք ինչ ունեն, որ մենք չունենք։ Ինչով են իրենք առավել ժամանակահատվածով, որ իրենք այդ ժամանակահատվածում էին ծնվել, ոչ սիրելիս։ Ես բազում անգամ այս միտքը օգտագործում եմ, ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք Ամենակալ Աստված Ելից 36-ի երկրորդ համարում խոսում ասում էր հետևյալ միտքը. Եվ Մովսես կանչեց Բեսելին եւ Ողիապին եւ ամեն սրտով իմաստուն եղողներին։ Հիմա հարց հետևյալն է. Ողիապը, Բեսելը լավագույն մարդիկ էին։ Իրանք ընտրված էին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք։ Շատ անգամ այս միտքը խոսվել է։ Շարունակության մեջ գրված է, որոնց սրտի մեջ Աստված իմաստություն տվեց, այսինքն իմաստություն տնողը Աստված է։ Հիմա այս մարդիկ ինչ առավելագույն կողմ ունեն, որ Աստված էս մարդկանց մեջ այդ իմաստությունը տրեց եւ որի հետևանքով Մովսես իրեն մոտ կանչեց։ Շարունակության մեջ գրված է, որի սիրտը փապակում է գործի մտնել եւ գործը նրան։ Սա մարդու կողմն է։ Այսօր քո կողմը փապակելն է, այսօր քո կողմը հավատալն է, այսօր քո կողմը ընդունելն է։ Առավելագույն կողմ, որից մեկը չուներ, Պողոսի, Պետրոսի, մարգարեների կամ առաքյալների տարբերությունը ի տարբերություն մեզի, որ իրենք ամբողջ սրտով հավատում են, որ կյանքը Քրիստոս է։ Փիլիպեցիս 1:21-ում Պողոս առաքյալը նայեք ինչ ասում։ Ինձ համար կյանքը Քրիստոս է։ Շարունակության մեջ գրված է։ Իսկ մեռնելը շա։ Մի հարց եմ տալիս, ինձ եւ քեզ։ Մենք այսքան տարի եկեղեցենք եկել։ Հիմի հարց, եթե մենք մեռնենք, կամ որ ասեմ պիտի այսօր կամ եկուս մեռնես, կհավատաս, որ քեզ օգուտ է։ Ո՞վ է պատրաստ։ Այնօր մի հատ դրվագ եմ նայում, չեմ հիշում, որ երկիրն է, երբ որ մահանում է ի տարբերություն բոլոր ազգերի, այդ մարդիկ հուղարկավորություն, ուրախություն է, քեֆ են անում։ Եվ որն է նպատակը, որովհետև իրենք ասում են, որ այս մարդու ժամանակավոր կյանքը վերջացավ, գնաց հավիտենություն, եւ ինքը մի այսօր պիտի հավիտենության մեջ լինի։
Չգիտեմ իշքանը իրենց հավատքը ինչ չափով են հավատում, բայց հիմի հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Մենք ամբողջ սրտով հավատում ենք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Պողոսը հավատում էր։ Եվ այդ հավատքի վերջնակետն ինչ էր ասում։ Ինձ համար մեռնելը շահ։ Փիլիպեցիս 1:21 համարը կարդամ։ Ուղղակի կուզեմ, որպես այսօր մենք պատրաստ լինենք Տիրոջը դիմավորելու։ Վասն ինձ համար կյանքը Քրիստոսը մեռնելը շահ։ Մի հարց հետևյալն է, եթե ես կամ դու այսօր մահանանք, ասա առաջին ինչպես ենք կանգնելու, գլխիկոր, թե պիտի ուրախությամբ դիմավորենք կամ տեսնենք իրեն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք եւ պիտի կարդամ մեկ համար, որը գրված է Եսայի մարգարության մեջ, ինչը ասում ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Եսայի մարգարություն 59-ի առաջ երկրորդ համարները։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց եւ նրա ականջը չի ծանրացել լսելուց, այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր եւ ասո է մեջտեղը եւ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից, որ չլսեն։ Ուշադրություն դարձեք, այստեղ շեշտադրում է, այլ ձեր անօրենությունները։ Այսինքն անօրենությունները մերն են, մենք ենք անօրենություն անողը։ Այս ինչու համար է մարդը անօրենություն անում։ Մատթեոս ավետարան 11:28-ի մեջ գրված է. Եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ։ Այս ուղերձը ուղղված է ամբողջ աշխարհին։ Հիմա հարցը հետեւյալն է, ինչի մարդիկ չեն արձագանքում այս հրավերքին, որն է պատճառը։ Որտեղ մարդը հոգնած չէ մեղքից, մարդը հոգնած չէ աշխարհի կյանքից։ Եղբայրը հիշատակեց, որ այսօր աշխարհը ինչ ասում, կեր խմիր, մեկ է վաղը պիտի մեռնես։ Սա աշխարհի կերակուրն է, աշխարհի հոգեբանությունն է։ Եվ այսօր մարդն ընդունել է, որ կյանք կա աշխարհի մեջ, եւ այդ կյանքի չի ուզում հրաժարվել։ Ինչի՞ չի գալիս, որովհետեւ ինքը առաջինը հոգնած չէ մեղքի կյանքից եւ երկրորդը չի հավատում, որ հանգստությունը Քրիստոսի մեջ է։ Այսօր համար ուղղակի կուզեմ լուրջ ուշադրություն դարձնենք մեր հետագա ընթացքին եւ կուզեի այսօր խոսել Հռոմեացիս թղթերի մեջ 6-րդ գլխի 14-ը երկու համար կա, որ պիտի կարդամ, շատ անգամ այս համարները կարդալով մարդիկ կարող է մտածեն, թե իրար հակասում է, ոչ։ Հռոմեացիս 6-14-ի մեջ գրված է, որովհետև մեղքը չի տիրել ձեր վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ։ Որովհետև մեղքը չի տիրել ձեր վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Եվ ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք։ Այսօր ամեն մեկից մեջ կա մեղք։ Այսինքն մեղքեր, կուզեմ տարբերությունը նայենք, մեղք եւ մեղքեր։ Բուն մեղքը Քրիստոս կյանքը մերժելն է։ Իսկ մեղքեր Աստծո օրենքի խախտումն են։ Եվ կուզեի, որպեսզի լուրջ նայենք այս համարներին եւ կուզեի, որպեսզի այսօր ունենանք հաղթություն։ Շատ անգամ խոսվել է օրենք եւ շնորհք հասկացողությունը։ Այսօր կան հարանվանություններ, որոնք որ խոսում են, որ իրենք օրենքի տակ չեն, այլ շնորհքի տակ, եւ ինչ են հասկանում այդ շնորհք բառը կամ միտքը ասելով։ Այսինքն ազատություն, ինչ ուզենաս որ անես։ Չէ, սա չէ շնորհքը։ Ես կանդրադառնամ այդ մտքին, բայց ուղղակի այսօր իմ մտքի նպատակը հետեւյալն է։ Կարդում եմ եւս մեկ համար եւ կանցնեմ բուն մտքին։ Ուշադրություն դարձեք, սա գրված է Հռոմեացիս 7-րդ գլխի մեջ։ 14 համարից եմ կարդում, որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես եմ մարմնավոր մեղքի տակ ծախված։ Որովհետև ինչ որ գործում եմ, չգիտեմ, որովհետև ինչ որ կամենում եմ, այն եմ գործում, այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում։ Եվ եթե ինչ որ չեմ կամենում, այն եմ գործում, օրենքի համար վկայում եմ, թե բարի է։ Արդ ուրեմն ոչ թե ես եմ գործում այն, այլ ինձանում բնակված մեղք է։ Որովհետև գիտեմ, որ ինձանում, այսինքն իմ մարմնում, մի բարի բան չէ բնակվում, քանզի կամենալ կա իմ մոտ, բայց բարի անելը չեմ գործում։ Քանզի ոչ թե բանի որ կամենում եմ, անում եմ, այլ չարը որ չեմ կամենում, այն եմ գործում։
Ուրեմն, եթե այն, որ չեմ կամենում ես, այն եմ անում, էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը։ Ուրեմն գտնում եմ այդ օրենքը, որ ես կամենում եմ բարին անել, չարը ինձ մոտ կա։ Քուրես ջան, եղբայրներ ջան, Պողոս առաքյալը այս միտքը որ ասում է, նույն վիճակը ամեն մեկից մեջ է։ Եվ ես կուզեի, որպես այսօր ունենայինք հաղթություն։ Կարծում եմ, որ այս վերջին օրերին պետք է մեր գլխավոր ուշադրությունը դարձվի մեր եւ եկեղեցու վրայով Քրիստոս կյանքի աճի եւ մեծության վրայով։ Եթե ուզում ենք, որ մեղք իշխանություն չունենա մեր վրա։ Սրա համար կուզեի, որպեսզի մենք կարողանանք լուրջ մտածել այս մասին։ Քուրես ջան, եղբայրներ ջան, երբ որ ասում է մեղք կամ մեղքի օրենք, սա շատերը մատների արանքով են նայում։ Մեծ ուժ է եւ մեծ կարողություն ունի։ Այսօր նայում ես անձնավորությունը, երբ որ այդ մեղքի օրենքով բռնված է, հասնում է մեկ վիճակի, որ միջև անգամ սիրում է այդ վիճակը, այդ մեղքը։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոս Հովանու ավետարանի մեջ հետևյալ տողեր գրեց, 3-րդ գլուխ։ Լույսն եկավ աշխարհ, մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը։ Ուշադրություն դարձեք, այս առաջի պարբերականում չի գրված, որ իրենք լույսը ատեցին։ Շարունակության մեջ է գրված, որ իրենց գործերը չար էր, լույսը ատեցին։ Սկզբնական վիճակում քույրս եղբայրս, երբ որ այդ մեղքը քո կյանքի մեջ ձևակերպվում է եւ դու տեղիք ես տալիս մեղքին, սկզբում չի երևում սա։ Գալիս ես եկեղեցի, մնում ես եկեղեցու մեջ, երգում ես, աղոթում ես, քարոզում ես, մինչև անգամ մոտենում ես Տիրոջ մարմնին այրանը, բայց այդ մեղքը քո կյանքի մեջ տարածվում է։ Եվ կուզեմ մեկ համար էլ կարդալ, ուշադրություն դարձեք Հեսուի գրքի մեջ, երբ որ Հեսուն պարտություն կրեց գայի հետ պատերազմելուց, ամենակալ Աստված խոսեց Հեսու հետ։ Հեսուն ընկել էր Տիրոջ առաջին, ողբում էր, Տերն ասեց, ինչ ես ընկել, վեր կաց, Իսրայելը մեղք գործեց, շարունակության մեջ գրված է, ուշադրություն դարձեք։ Եվ այլևս ես ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզովքը ձեր միջիցը բնաջին չանեք։ Եղբայրներ քույրեր, այստեղ նզովք հասկացողությունը ոչ թե այդ մեկ անձնավորություն էր, որ ասող խոսքը զանց արեց, այսօր ամեն մեկիս մեջ ակար կա, գիտեք։ Ամեն մեկիս մեջ կա մեղք բնություն։ Եթե այսօր կռիվ չեմ տալիս այդ մեղք բնության դեմ, եթե ակարը իմ միջից դուրս չեմ անում, Աստված ինձ հետ գործ չի ունենում։ Եվ երբ որ մենք խոսում ենք մեղք հասկացողությունը, մարդիկ մեղք միայն հասկանում են ամենամեծ այդ խնդիրները, չէ՞ քույրս եղբայրս։ Ես շատ անգամ ասել եմ, մեղքը կամ մեղքի օրենքը այն ուժն է, որ մեր ներսում մեզ դարձնում է խղճալի մարդ, ու ստուգում է մեզ անել այն, ինչ որ մենք չենք ուզում անել։ Միակ պայմանը, որ մենք կարող ենք այդ մեղքին դեմ տնել, քուրեր ջան, եղբայրներ ջան, շնորհքի տակ լինելն է, ինչպես որ Հռոմեացիս 6:14-ն ասաց։ Այդ որ ասում ենք շնորհքի տակ, մարդիկ այդ շնորհք բառի տակ հասկանում են վարտապետություն կամ ինչ-որ մեկ վիճակ, այստեղ խոսքը Քրիստոս կյանքի մասին է։ Փրկված են Քրիստոսի շնորհիվ, շնորհքով։ Եվ հետաքրքիր է, ինչու համար Նիկոդեմոսին ինքը Տեր Հիսուս Քրիստոսը չխոսեց ինչ-որ բաներ փոխել, ինչ-որ բաների դեմ կռիվ տալ, այլ ասեց, եթե մարդը վերստին չծնվի։ Այսինքն կյանքի փոփոխություն։ Այդ փոխված կյանքն է, որ կռիվ է տալիս հին բնության դեմ։ Եվ անձնավորությունը, որ ընդունում է Քրիստոսին, այսօր մեր ամեն մեկի մեջ կա երկու բնություն, հինը եւ նորը։ Որի կողքը կանգնալ, որին որ կերակրեցիր, դա կբարձրանա քո կյանքի մեջ։ Այդպես է, թե չէ։ Երբ որ տեղիք ես տալիս մարմնավորին, քո մեջ հոգևորն է բարձրանում, թե մարմնավորը։ Այս համար քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակալ Տիրոջ նպատակ հետևյալն է, որ մեր մեջ այդ կյանքի փոփոխությունն է։ Եթե մենք օրենքի տակ ենք, մեղքը անպայման մեզ կիշխի։ Եվ կշարունակի իշխել մինչև մեր կյանքի վերջը։
Քուրես ջան, եղբայրներ ջան, ուղղակի ես ուզում եմ սա գիտակցենք։ Երբ որ ասում է օրենք, շատերը առաջի հայացքը գցում են Մովսեսի օրենքի վրա։ Մի հատ հարց եմ ուզում տալ։ Մովսեսի առաջի օրենքը փոխվել է, թե չէ։ Սիրիր քո Տեր Աստծուն։ Կամ 10 պատվիրանները փոխվեցին, թե չէ։ Ուղղակի ես ուզում եմ հիշեցնել հետևյալը։ Գաղատացիս 3:11-ի մեջ գրված է, որևիցե մեկ անձնավորություն օրենքը պահելով չի կարող փրկվել։ Եվ որևիցե մեկ անձնավորություն չկա երկրի վրա, որ կարողանա ամբողջ օրենքը պահել։ Եթե մարդը կարողանար օրենքը պահել, Քրիստոս չէր կա։ Եվ սրա համար ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք գիտակցել եւ այսօր լինել այդ շնորհքի տակ։ Կարդում եմ 6:14 նորից մեր բոլորի համար գրված է, որովհետև մեղքը չի տիրիլ մեզ վրա, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհքի տակ։ Քուրես ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք, մեղքը գործում է այն անձնավորության կյանքի մեջ, որը սիրում է մեղքը։ Հովսեփի ժամանակ ոչ օրենք կար, ոչ է շնորհք հասկացողությունը։ Հովսեփին առաջարկում է Պետափրեսի կինը լավագույն կյանքը երկրի վրա։ Ամբողջ ունեցվածք իրանը կլներ, կապրեր հարուստ, խնդիր չէր ունենա, բայց հետաքրքիր է, ինչի Հովսեփ մերժեց, ո՞րն էր պատճառը։ Որտեւ Հովսեփը մեղքը չէր սիրում։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս եւ ողորմությունը, քուրես ջան, եղբայրներ ջան։ Եվ ես կուզեի, որպեսզի այսօր լուրջ ուշադրություն դարձնենք հետեւյալի վրա։ Մենք շատ անգամ, երբ որ խոսում ենք շնորհքի տակ կամ շնորհք հասկացողությունը, շնորհքը կյանքը փոխված անձնավորություն է։ Ասում են այդ մարդու վրա շնորհ կա։ Քրիստոս շնորհքը։ Այսինքն հատկանիշները, որակները։ Անցած անգամ ես խոսեցի, հիշեք, այնտեղ մենք ավետարանի մեջ գրված էր սիրեք քո թշնամին։ Մենք շատ անգամ ասում ենք սիրում ենք, բայց իրականության մեջ սիրում ենք, թե չէ։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, լինում է պարակա մեր կյանքում նույնը կատարվում է, ինչ որ մեկը սխալվում է մեր դեմ, չարախոսում է կամ պրոբլեմ է ստեղծում, մենք ասում ենք մենք ներում ենք քեզ։ Բայց ներել հասկացողությունը սա չի նշանակում, որ դու շնորհքի տակ ես։ Կարդում եմ մեկ համար, որը գրված է Առաջի Կորինթացիս 4:12-13 համարներում։ Նայեք ինչ ասում Պողոս առաքյալը ինձ եւ քեզ։ Եվ մենք աշխատում ենք մեր ձեռքերով գործել։ Պամպասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք, հալածում ենք, մենք համբերում ենք, հայում են, մենք աղաչում ենք, աղաչանք ենք անում։ Ինչպես ավելով եղանք աշխարհին, ամեն ջնջոց լինելով մինչև հիմա։ Ոչ թե ձեզ ամաչեցնեմ այս գրում, այլ ինչպես իմ սիրելի որդիկ խրատում են։ Պողոսն չէր խրատում։ Ուշադրություն դարձեք։ Մեզ պամպասում են, իսկ մենք օրհնում ենք։ Հիմա հարց եմ տալիս։ Երբ որ քեզ պամպասում են, դու ինչ կերպ ես վարվում։ Օրենքն ես օգտագործում, թե շնորհքը։ Սիրելի քույրս, եղբայրը, շնորհքը առաջինը քեզ է մեղադրում, ոչ թե դիմացին։ Երբ որ մեզ խնդիր են ստեղծում, մենք օգտագործում ենք օրենքը։ Եվ որ օրենքը ատամի տեղ ատամ։ Պողոսին, առաքյալներին ամենավերջից կերպով էին վարվում, կամ մեկ որ վերցնում ենք Ստեփանոսին։ Ստեփանոսին քարկոծում են, մեռնում էր, բայց Ստեփանոսը որից է մեկ բան չասեց, այլ գրված հետևյալը՝ հայր ների, անկիտությամբ կենան։ Հիմա հարց եմ տալիս, Ստեփանոսը օրենքի տակ է, թե շնորհքի տակ։ Այսինքն Քրիստոս կյանքի մեջ է Ստեփանոսը։ Քրիստոս այդ բնությունն է հակել ինքը Ստեփանոսը։ Պողոս առաքյալը Առաջի Կորինթացիս 11:1-ում ինչ էր ասում։ Ինձ նմանվեք, ինչպես ես էլ Քրիստոս է։ Ինչով էր նմանվել Պողոս առաքյալը, արտաքինով չէ, բնությամբ։ Եվ այսօր ամենակալ Աստված ուզում է, որ մեր մեջ այդ բնությունը իհայտ կա, որ մենք կարողանանք իրոք սիրել, կարողանանք ներել։ Քուրս եղբայրս,
խնդրանքս հետևյալն է, որ մենք կարողանանք լույս նայել սրան։ Մեր կյանքի մեջ ամեն մեկիս մեջ էլ կա պրոբլեմ, կա խնդիր։ Ամեն մեկիս կյանքի մեջ կա մեղք։ Չկա այստեղ մի հատ անձնավորություն, որ իր կյանքում մեղք չունենա։ Խոսքը այս պահի մասին է, ոչ թե առաջներում։ Մեղք ասելով մենք չպիտի հասկանանք գողություն, անառակություն, մարդասպանություն։ Այսօր նախանց, ատելություն, չարախոսություն, բամպասանք, դժգոհություն, տրտունջ։ Այս ամենը Աստծո աչքին հաճելի չէ։ Այսօր մոտենում ես մարդուն, հարցնում ես ինչ ես, եղբայրս, լավ ես, պատասխանը, փառք ասու, լավ եմ, ու շարունակությունը բացում է իրեն տրտուժները։ Այս չկա, այն չկա, այս պրոբլեմն է, այս խնդիրն է։ Թեսաղոնիկե թղթերի մեջ Պողոս առաքյալը ինձ եւ քեզ հետեւյալն էր սովորեցնում։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:18 համարը։ Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետեւ սա է Աստծո կամքը ձեր վրա Քրիստոս Հիսուսում։ Աստծո կամքը իմ եւ քո վրա ամեն բանի մեջ գոհանալն է։ Մի հարց եմ տալիս, ամեն բանի մեջ գոհանում ենք։ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից։ Եվ հետաքրքիր է, չգիտեմ ուշադրություն դարձել եք թե չէ։ Իրենց հետ նաև անասուններ են, անասուններին ձեռ չտվեցին եւ սկսեցին տրտնչալ հիշելով Եգիպտոսի միսը, վերջը մնացած կերակուրները Աստված լորամարքիներ ուղարկեց։ Աստված մանանա տվեց։ Այս նորից տրտնչացին։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր ժամանակ հատվածն է, որ մենք սա գիտակցենք։ Դու իշխանություն ունես քո անձի վրա։ Երբ որ ասում են շնորհքի տակ, քուրս ջան, եղբայրներ ջան, սա միջավայր չէ, որ ենթադրենք կանգնած ես անհավատների մեջ, գնաս կանգնես հավատացյալների մեջ, Աստծո շնորհքը իջավ քո վրա։ Ոչ սիրելիս, աստվածային բնության փոխանցումն է, որ քո մեջ այդ կյանքը պիտի առաջանա։ Այսօր շնորհքի տակ են անձնավորությունը, ատում են, դատում են, պամպասում են, բայց ինքը այդ մարդկանց համար աղոթք է անում։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, քուրս ջան, եղբայրներ ջան, կարդամ Հռոմեացիս 12-ի մեջ գրված 14 համարը, նայեք ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Ձեզ հալածողներին օրհնեցեք եւ մի անիցեք։ Սա պատվեր է Տիրոջ կողմանը։ Երբ որ մենք կարդում ենք նույնը առաջի Պետրոս, նայեք ինչ է Պետրոս առաքյալը ինձ եւ քեզ հորդորում։ Երկրորդ գլխի 23-րդ համարի մեջ գրված է հետեւյալը, որ նախատվելիս փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, բայց դատաստան հանձնում էր արտար դատավորին։ Սա Քրիստոսի մասին է խոսքը։ Առաջի Պետրոս 3-րդ գլխի 9 համարի մեջ գրված է. չարի փոխարեն չարը չաթուցեք կամ բամպասանքի փոխարեն բամպասանք, այլ ընդհակառակը օրհնեցեք գիտնալով, որ Իսրա մեջ կանչվեցաք, որ օրհնությունը ժառանգեք։ Աստված այնքան պարզ է բացատրում, Աստված մեզ կանչել է, որ մենք օրհնությունը ժառանգենք։ Իսկ օրհնությունը ժառանգելու համար ինչ է պետք։ Եթե բամպասել ենք, պիտի բամպասենք, թե պիտի օրհնենք։ Եվ այսօր ամենացավոտ կողմը հետևյալն է։ Ես նոր ասեցի Ստեփանոսի վրայով, Ստեփանոսին չէին բամպասում։ Հարց եմ տալիս, մահանալն է հեշտ է բամպասանքին դիմանալը։ Ստեփանոսին քարկոծում են, մեռնում էր այդ մարդը։ Բայց ինչ էր ասում, հայրներիր անկիտությամբ կենա։ Այսօր Աստծո նպատակը սա է։ Օրենք եւ շնորհք։ Քուրս ջան, եղբայրներ ջան, օրենքը դասիրակ եղավ մեզ Քրիստոսին բերելու։ Օրենքը ցույց է տալիս մեր մեղավոր վիճակը, մեր թշվառ վիճակը, մեր անկարող վիճակը։ Շնորհք։ Շնորհքը սա պարգև է, նվեր է, ողորմություն Աստծո կողմանը։ Որևիցե մեկ անձնարություն չէր կարող արտանանալ, որևիցե մեկը չէր կարող փրկվել, եթե չլիներ Քրիստոսի փրկարար շնորհքը։ Եթե չլիներ Քրիստոսի խաչը։ Այսօր մենք սա պիտի գիտակցենք եւ պիտի ապրենք այս վիճակով։ Թող Տեր օգնական լինի։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք այսօր հիշենք հետեւյալը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, մեկ օր ամեն մեկս կանգնելու ենք Աստծո առաջին։ Լավ թե վատ, ամեն մեկս կանգնենք, որոցը մեկ անձնարություն մայիսը չի փախը։ Հիմա հարցը հետևյալն է, ինչ ենք պատասխան տալու։
Լինում է այսօր պահեր, երբ որ մարդիկ խորը մտածում են, երբ է Քրիստոսի գալուստը, առաքյալներն էլ հարցրեցին, երբ կլինի այդ օրը։ Քորս եղբայրս։ Այն անձնավորությունը, որը ընդունել է Քրիստոսին եւ ապրում է Քրիստոսի հետ, Քրիստոս իրեն համար եկել է։ Ինչ տարբերություն, հիմիկը մահանա թե 10 տարի կամ 20 տարի հետո։ Այսօր առաջի խնդրանքս հետեւյալն է. ձգտել մեկ բանի, ապրել Քրիստոսի հետ։ Պատրաստվիր քո ասում դիմավորելու ով Իսրայել։ Հիմի պսակատուրություն պիտի լինի, քուրս չան, եղբայրներ չան։ Այբ որ ամուսնանում է, աղջիկը հարցը պատրաստում է։ Բոլորն էլ ամուսնացել են, այդ ամուսնական պահերը կիշեն։ Սրտատրոփ սպասում է Փեսահին, երբ պիտի Փեսան կա իրեն տանի։ Հիմի հարց եմ տալիս։ Մենք այսօր պատրաստ ենք Փեսահին դիմավորելու, թե չէ։ Թող Տեր օգնական լինի։